կա կառավարությունում մի անդամ, պայմանական, որը որ հակում ունի հանրային շահը ստորադասի սեփական շահին եւ ասում եք այդ էս որ իր ոլորտում բացառենք իր այդ փոխկապակցված անձի պետական գնումների մասնակցությունը վերջ ամեն ինչ լավ է չէ այդպիսի հակում ունեցողը եթե կա եւ կլինի կամ կար այդպիսի հակում ունեցողը վստահ եմ կդիմի իր գործընկեր նախարարին որտեղ իր հետ փոխկապակցված անձը մասնակցում է պետական գնմանը այսինքն կամ իր գործընկեր նախարարության քարտուղարին հա բայց ես առաջարկում եմ այդ հարցերը պետք է դիտարկվեն համակարգային այսինքն ամբողջական համակարգի մեջ եթե մենք իհարկե ուզում ենք որ արմատապես այդ խնդիրը լուծենք այլ ոչ թե այսպես պատժենք կամ դե տես հեսա ես քեզ ինչ կանեմ այս մոտեցմամբ այդպես պետք է կարծում եմ լուծվի որ ոչ թե sense ամբողջական ինչ որ տարածում արվի որտեվ մեծ հաշվով եթե չկա այդ խնդիրը դուք ասում եք չկա ես չգիտեմ դուք պետք է ասեք կա թե չկա եթե մնացած պաշտոնյաների մասով չկա հիմա ինչ եք խիստ կոշտ կարգավորում եթե նկատի ունեք բալանսավորման հարցը այս դեպքում քաղաքական պաշտոնները ուրեմն պետք է ամբողջությամբ մեջ լիներ այդ թվում նաև падգամավորները եւ մնացածը այս ձեր շատ սուբյեկտիվ որոշումն է կարծում եմ ինչը իմ համար ընդունելի չի այս ձեր տարանջատումը ընդունելի կլներ եթե հիմա վերլուծել եք բերել եք ասում եք համայնքի ղեկավարի եւ այլն ստեղ է խնդիրը այդպես կարգավորեք եթե քաղաքական պաշտոն ապա բոլոր քաղաքական պաշտոններ այսինքն ես չափանիշը չեմ հասկանում թե ոնց է կընտրել այդ պաշտոնները